ձևավորվում է ոչ միայն խաղի, շարժի, ճանաչողության միջոցով, այլ նաև այն արժեքներով, որոնք մենք նրանց փոխանցում ենք ամեն օր։ Կոմիտասի ստեղծագործությունները հենց այդ արժեքներից են՝ հայրենասիրություն, հնության, արդիականության կապ, ժողովրդականություն։ Թող այսօրվա մեր պարապմունքը ևս մեկ կամուրջ լինի մանկապարտեզի և ազգային արժեքների միջև։ Երաժշտությունը գրի առնելու համար գոյություն հատուկ գրաֆիկական նշաններ։ Այդ նշանները 7 նոտաներ են, որոնք գրվում են հնգանոցի վրա և ցույց տալիս ձայնի տևողությունն ու բարձրությունը։ Խնդրեմ։ Կոմիտաս, մեր մեջ երկան, քո երկերի
ջան, իսկ ցանոթ ես այս երգը։ Այո, հնչում էր Արիկի երգը։ Իսկ ինչ հետաքրքիր փաստեր գիտեք Կոմիտասի Կոմիտասը առաջին
Կոմիտասը դուք եք։ Կոմիտասը Ազգային երգի և երաժշտության կարևորության գիտակից հիմքերը պետք է դրվեն դեռևս նախադպրոցական հաստատություններում։ Միայն այս հենքով հնարավոր կլինի մատաղ սերնդի հայեցի ազգանվեր, բարոյական արժեհամակարգի ձևավորման արդյունավետ իրականացումը։ Կոմիտասյան երգերի ուսուցման հիմնական առաքելությունն է ընդլայնել սաների պատկերացումներն ու գիտելիքներն ազգային սովորույթների, ժողովրդական երգերի մասին, դաստիարակել սեր և հետաքրքրություն հայկական բնատոհմիկ երաժշտության մանկական լավագույն ստեղծագործությունների նկատմամբ, զարգացնել երեխաների գեղագիտական ճաշակը։ Կոմիտասի ստեղծագործությունները արդիական են բոլոր ժամանակներում և հատկապես այսօր, երբ ամենուր աղավաղվում է հայ երգը։
Աշոտան հայի։
Սերը սիրում է տացնում ամեն օրը, ես քո կապանն եմ դու իմ վանաձորը, Շիրակի Մարս Շիրակը Հայաստանի ամենածոր մարզերից մեկն է։ Էմի Շիրակում է Մարզի Մալիկենյան Գյումրին է, ու որոր և ավեստով լի քաղաք։ Շիրակցին ասում է ծով ճան, որ մեր տնը յուր կակա, մեր տնը կլսավորվե։ Արելու սիրո մեջ գրակը, ես քո ջերմուկն եմ դու իմ աշտարակը, Սյունիքի Մարս Սյունիք Հայաստանի ամենահին ամենազգա պատմություն ունեցող մարզերից մեկն է։ Այդտեղ է գտնում տատերի վագը, տատեր ճոպանու և բադատի քարջարներ։ Սյունեցին ասում է հողի մարուն այս ջուրեն երկը։
է միշտ որպես ուրախատանքի խաղացան որդանիշ։ Այրոնից ծորած կարմիր մի բոսոր երկնքից պոկված երիզ մի կապույտ, հասուն հասկերի շողն անջագուն և 6 դարերի խավարի վրա դրոշ եռագույն։
մեր ջերմորեն ծափարենք, այս հրաշալի Ես հենց հիմա ես զգում եմ հպարտություն, հզորություն և ճիշտ ասած հուզմունք, շատ հուզված եմ։ Սա մի օրվա աշխատանք չի, սա մի ամսվա աշխատանք չի, սա երկար, ձգվող 3 տարիների, ամեն օրյա, ամեն ժամյա, չփոփոխվող, անդադ ավելացող, բայց չպակասող խմբի, ձեր ճիշտ համագործակցության իմ հրաշալի, հզորագույն ես կասեի, ծնողական խորհուրդ, ճիշտ համագործակցության, դաստիարակի ամեն օր ճիշտ տեղում գտնվելու, մեր աշխատակազմի ճիշտ կայուն, ամենօրյա, ամեն ժամյա, ամեն րոպեի աշխատանքի շնորհիվ է։ Իմ տեղակալի Ֆլորա ջան, ուսումնական գծով տնօրենի իմ մամեի խոհարարներից, բոլոր ձեր սպասարկող անձնակարգ, իմ լուսանկարչական խմբի, բոլորի աշխատանքի արդյունքն է, որ ունենք այս հրաշալի երեխաները։ Գիտեք, երեխաներ այս տարիքում, այսօրվա երեխաներ, նույնիսկ չեն կարողանում կանգնել, 15 րոպե չեն կարողանում կանգնել։ Բայց որ իրենք սովորեցնեն մեզ այդ բարդ թեման, ամենաբարդ թեման մանկապարտեզում Հայաստան թեման է և դրա բաղադրիչները, Կոմիտաս, մարզեր, ամենաբարդ թեման է։ Եվ իհարկե, անքան ստեղծագործող Ես ուզում եմ մի մաղթան, թող որ մեր ես հեքիաթի ջերմությունը, որ կա ամեն օր, թող որ տարածվի հայոց աշխարհում, թող որ այն մտնի բոլորի սրտերը, ընտանիքները, մեծ ու փոքր, թող որ մենք հպարտորեն տանենք այս տարիները, թող որ մենք ճիշտ մեծանանք, ճիշտ ծերանանք, որ հպարտ ճակատով այս երեխաներին հանձնենք իրենց երկիրը, Հայաստանը։